Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 3-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Դեռևս 1-2 օր կարող է այսպես երեկոյան լինել, հետո ուշադիր եղեք, արդեն կսկսվի առավոտյան շուտ, ինչպես որ մնացած ժամանակ է լինում։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 3-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը առավոտյան կամ շուտ եք արթնանալու, կամ ավելի երկար կքնեք կմնաք քնած, նաև ինչ-որ մի բան կարող ձեզ մոտ ուշանա, մոտավորապես 1 ամիս և մի քանի օր։ Ձեր գործերը որքան հնարավոր է այդ օրը առաջ կմղեք, ինչքան որ կկարողանաք առաջ կմղեք, ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում այդ օրը, ինչ-որ մի բան ձեզ դուր չի գալիս, ինչպես է միգուցե ընթանում, ինչ է տեղի ունենում, այդ ամենը ձեզ դուր չի գալիս, կամ ինչ-որ մեկն է ձեզ նեղացնում այդ օրը։ Եվ երկար սպասված ոչ է նամակ կամ տեղեկատվություն կստանաք, նա որը փաթեթ է, կամ շատ կարևոր փաստաթուղթ, որին վաղուց եք սպասում։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ է տարեց անձնավորության հետ, տղամարդու հետ, միգուցե իրենից եք սպասում ոչ է տեղեկատվություն և նա ձեզ ասում է։ Եվ օրվա վերջ արդեն ինչ-որ որը ոլորտ, որը կան գերառած, այդ ոլորտը առաջ է գնում, զարգանում է, գուցե սիրո ոլորտն է, հարաբերությունների ոլորտն է, ոմանց սերկ խոստովանեն, ինչ-որ մի բան նաև ծաղկում է այդպես հավեսով։ Ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք ինչ-որ մեկին, ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, հարազատների շրջապատում կլինեք, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, որ ձեզ շատ է սիրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 3-ին։
հարգելի ցուլեր, այդ օրը մի կողմից հաջողություն ունեք, բայց մյուս կողմից ինչ-որ մի բան է փակ, կամ այդ փակն է, որը որ չէր ստացվում, դա ոնց որ հաջողությամբ ստացվում է ձեզ մոտ։ Ուշադրություն դարձրեք դրան։ Նաև կողմը փակ է երկեսանիների պատճառով, իրենց պատճառով է, որ ինչ-որ մի բանը այդ օրը չի ստացվում, չէ կարողանում անել։ Սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, նաև հույսով լցված եք, հույսով սպասում եք, բայց մի փոքր նեղված եք այդ հույսով սպասում, հույսը դել եք ինչ-որ մի բանի վրա կամ ինչ-որ մեկի վրա, բայց կարծես թե այդքան էլ գոհ չեք այդ process-ից, որովհետև տխուր եք։ Եվ այստեղ պետական հիմնարկության հետ կապված, դա ինքը ընդհանուր կիրակի է, բայց միգուցե այդ թեմայի հետ է կապված, ինչ-որ մի բան գուրգռում եք։ Ինչ-որ մի բան դե դուր չի գալիս, գուրգռում եք, ոչ թե կարող եք արդեն այնտեղ գորգռալ, կամ ոչ թե կարող է այնտեղ գորգռակ, որտեղ կիրակի է այլ ուղղակի, այդ թեմայի վերաբերյալ։ Եվ նաև հիվանդանոց կարող եք այցելել այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակների մայիսի 3-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, նաև ձեր կարիերայում բարձրունք տեղի կունենա, միգուցե աշխատավարձն է բարձրանում, միգուցե ձեզ մոտ է ամեն ինչ կարգավորվում, եւ ձեզ պաշտոն են տալիս, առաջ խաղացում ունեք։ Այստեղ երկար սպասված վաճնամակ է կամ հրավիրատոմս է կամ տեղեկատվություն է ինչ-որ մեկի հարսանիքի հետ կապված, միգուցե ձեր հարսանիքի հետ է կապված, սպասում եք ինչ-որ պատասխանի։ Նաև երկար սպասված ամուսնության առաջարկ է, որ կարող եք այդ օրը ստանալ նաև։ Եվ դա գործարք է, որ էլի երկար եք սպասել եւ կարող եք կնքել հիմա այդ գործարքը ի վերջո։ Գումար կստանաք կամ գումար կծախսեք եւ լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որը ձեզ բավականին շատ կուրախացնի այդ օրը։ Եվ կփորձեք երեկոյան գործերը մի փոքր առաջ մղել։ Չեմ կարող ասել, այդպես շատ առաջ կմղեք, բայց կփորձեք անել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Լույս վառեմ, որովհետև մտցնեց այստեղ։
Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 3-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը կամ շուտ եք արթնանալու կամ ավելի ուշ, հնարավոր է նաև ինչ-որ մի բան է ձեզ արթնացնում, այդպես, և պետք է արթնանաք, սպասեք ինչ-որ մեկի, ինչ-որ մեկն է գալու և այդպես կարող է ոնց որ հանկարծակի իմանաք, որ ինչ-որ մեկը գալիս է և արագ-արագ արթնանաք իրեն դիմավորելու համար։ Օրվա ընթացքում կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, մյուս կողմից էլ հետո նաև ուրախ եք, կարող է վիճում եք, դա է ձեզ ուրախացնում, չեմ կարող ասել։ Այստեղ երկակի պահեր կան, նայեք վիճում եք, հետո ուրախ եք ինչ-որ մի բանի համար և հետո հեռախոսազանգ եք ունենում եւս էլ ինչ-որ մի բան ձեզ տխրեցնում է։ Մեկ սա է, մեկ սա է, մեկ սա է, հա ինչ-որ պահեր են օրվա ընթացքում, այսպես տարբեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին մայիսի 3-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել կիրակի հիվանդանոցը կամ ինչ-որ տեղափոխվում է միգուցե երկուշաբթի օրվա հետ կապված։ Ինչ-որ փաստաթղթեր պետք է դասավորեք, ուղարկեք, տանեք, նաև ինչ-որ տեղեկատվություն կստանաք, նամակ, ոչ փաստաթուղթ կարող եք նաև ստանալ այդ օրը։ Կիրակի է, ամենայն դեպս ասում եմ ինչ կարող է տեղափոխվել նաև երկուշաբթի օրվա համար։ Այդ օրը նաև հաջողություն ունեք այն գործերը, որոնք որ փակ էին, այդ գործերն է կարծես թե ձեզ հաջողություն բերում, ոնց որ լինում է դա, կամ ինչ-որ մի պահ ոնց որ ինչ-որ գործեր չի ստացվում, հետո նոր կարողանում եք այն անել ի վերջո։ Բայց սկզբում ոնց որ հա դժվարություններ կան։ Երեկոյան ոչ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել եւ դա կարող է ձեզ տխրեցնել, կամ ինչ-որ մի բանի պատճառով է, որ դուք տխրում եք, ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում այդ օրը։ Երեկոյան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 3-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ մեկի մասին կմտածեք կամ ինչ-որ բանի մասին կմտածեք և կարող է նաև անսպասելի և հանկարծակի քայլ անեք։ Նաև դա կարող է լինել կամ այդպես եթե երկար եք մտածել, մտածված քայլ կամ անմտածված, այսպես կտրուկ, որից մի բան կարող եք որոշել վերջնական և կամ անեք կամ կարող է դեռ որոշում եք։ Ինչ-որ մտածում եք և վերջ, ինչ-որ հստակ բան եք որոշում։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, որոնք որ պետք է անեք կամ խոսում եք այդ օրը, երկուշաբթի պետք է գնաք, սա անեք, նա, ինչ-որ պետական հիմնարկության հետ կապված։ Նաև օրվա ընթացքում խոչընդոտներ կան, ոմանք նաև կարող են այցելել հիվանդանոց, նման կենտրոն, բժշկական կենտրոն, դե կոսմետոլոգները ամենայն դեպս գիրակի ոնց որ թե աշխատում են, իրենց մոտ կարող եք այցելել։ Եվ երեկոյան հաջողություն ունեք յուրաքանչյուր գործերում այն ինչ որ կանեք։ Եվ հետո տատանվում եք, ծանրութեթև եք անելու, ինչ որ ընտրության առջև կարող եք կանգնել։ Միգուցե ինչպես ավելի շատ հաջողության հասնել, ինչպես ավելի շատ հաջողություն ունենալ ինչ որ մի գործում։ Միգուցե դա է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 3-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, նամրել նաև հեռախոսազանգը կամ արտանում եք, որ շուտ անեք կամ քնից է ձեզ հանում այդ հեռախոսազանգը, օրվա ընթացքում ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, հերիքը հաճախ, կարող են ձեզ նաև սիրո խոստովանություն անել կամ դուք անեք սիրո խոստովանություն, 3 շուն են հաճում, պետք է ասում եք 3 և նաև
ինչ-որ մի բան տեղի կունենա, որ ձեզ լավ կզգաք, կամ նաև սա հարազատների շրջապատում կարող եք գտնվել։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե տղամարդու հետ, դա այդ անձնավորությունը, միգուցե նաև պետական աշխատող է, այդպես։ Եվ ոչ թե մի բան փուչիկի նման կպայթի այդ օրը, ինչ-որ գաղտնիք է եղել, որը կարող է բացահայտվել, պայթել այդպես, եւ դա կարող է նաև լինել մոլորեցում, եւ այստեղ այդ տղամարդուն կարող եք հանդիպել այնպես, որ զգույշ եղեք, որպեսզի ձեզ չմոլորեցնեն։ Օրվա վերջ կարող եք գորգռալ, ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա կարող եք գորգռալ, եւ հետո արդեն զարգացում ունեք, առաջ խաղացում, միգուցե հարաբերությունների հետ է կապված, միգուցե մեկ այլ բանի հետ է կապված, կհասկանաք, որ ինչ-որ բաներ առաջ գնացին, ինչ-որ մի բաներ ի վերջո ծաղկում են, հա, ամեն ինչ կարգին է, պետք չի գոռալ, պետք չի, հա, նեղվել այդ փաստից։ Այս սկզբում է, ոնց որ ինչ-որ մի բան, միգուցե դրա համար է կարող գոռգռում, չեմ կարող ասել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 3-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հնարավոր է նաև գնում եք բժշկի, գնում եք հիվանդանոց, ինչ-որ մեկին տեսակցության, նաև դուք կարող եք վատ զգալ, չկարողանաք աշխատել այդ օրը, ինչ-որ աշխատանքի հետ կապված այնքան էլ, հա, լավ բայեր չեն, ոնց որ նվազում է աշխատանքը, դա նշանակում է, որ կամ դուրս եք գալիս աշխատանքից, որ գնաք հիվանդանոց, կամ դուրս եք գալիս, որտեղ ձեզ լավ չեք զգում, պետք է գնաք պարկել օրվա ընթացքում։ Գործեր ունեք հիվանդանոցում, բժշկի մոտ, դրա համար, որտեղ ոնց որ կանգ է առնում աշխատանքը։ Օրվա ընթացքում նաև կարող եք ինչ-որ մեկի հետ վիճել, սպասում եք, երևի չի գալիս, դրա համար եք վիճում, որ շուտ գա, եւ երեկոյան հուզվում եք, մի փոքր հուզվում եք, նաև արտասվում եք, ինչ-որ այդքան էլ լավ որ չէ, փտած օր է։ Մեկ էփ յոլա տարեք, թող գնա։ Չնայած այնքան արագ է օրը անցնում, որ իրոք մարդը չի հասկանում ինչ է կատարվում հետո։ Ինչպես պրծավոր է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 3-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օր առավոտյան ինչ-որ խոչընդոտներ ունեք, ինչ-որ մի բանի հետ է կապված առավոտյան շուտ, կամ ուշադիր եղեք, միգուցե քնած եք մնում, կարող է ժամի հետ է նաև կապված խոչընդոտը, և օրվա ընթացքում օցեր կան, բամբասանք, չար մարդիկ, չար խոսակցություններ, եթե հատկապես այստեղ ուշ եք հասնում աշխատանքի, և ասա դա կարող է նպաստել, այդ մարդիկ սկսեն խոսել, բամբասել, և ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք նաև հարցազրույցի կգնան, ոմանք այստեղ կարող է պետական աշխատողի հետ եք հանդիպում, կամ պատրաստվում եք, որպեսզի գնաք հաջորդ օրը աշխատանքի, կամ աշխատանք եք փնտրում, կիրակի հետ նստած եք և աշխատանք եք փնտրում, կամ կարող եք խոսել, կամ եթե աշխատում եք, միգուցե այս ամեն ինչը ոնց որ ցույց է տալիս, որ տեղի ունենում աշխատանքի վայրում։ Այսքանը ձեզ համար ինչ-որ հատուկ բաներ չկար, միայն պետք է օցերից զգուշ լինել, որովհետև իրենք ամենուր են, ամենուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրների մայիսի 3-ին։ Հարգելի աջեղջյուրներ, այդ օրը առավոտյան կամ շուտ եք արթնանալու, կամ կարող եք քնած մնալ նաև, ուշադիր եղեք, դա կիրակի է, ընդհանրապես բոլորն են երկար քնում, նաև այստեղ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, միգուցե ինչ-որ մեկի ամուսնության մասին է, հարսանիքի մասին է, կամ կարող է այդ օրը հարսանիքի եք և այնտեղ լավ լուր եք լսում, ինչ-որ մեկի վերաբերյալ, նաև դա կարող է լինել ինչ-որ մեկին ամուսնության առաջարկ է նաև դուք լսում եք այդ մասին։ Այստեղ նաև ձեզ կարող են ամուսնության առաջարկ անել և դա ձեզ համար իրոք այդպես զարմանալի լինի, որ դե այդքան շուտ կամ այս ժամանակ, միգուցե չեք սպասում բացարձակ։ Եվ ինչ-որ մի բան է ձեզ մոտ ուշանում, մոտավորապես կարող է ուշանալ մինչև 2 ամիս, գումար կստանաք այդ օրը, կամ գումար կծախսեք, հեռախոսազանգ կունենաք, պետական հիմնարկության հետ կապված հարցեր կունենաք, իսկ կարող է հիվանդանոց է ավելի շատ կամ որևիցե բժշկական հիմնարկություն, որը որ բաց է այդ օրը։ Եթե ոչ, կարող է արդեն տեղափոխվում եք երկուշաբթի օրվա համար, արդեն պետական հիմնարկությունը կամ պատրաստվում եք, որ գնաք այդ պետական հիմնարկությանը։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 3-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը սպասման մեջ եք լինելու եւ կարծես թե ուշանում են եւ վիճում եք։ Ոնց որ այս բառերը ձեզ էլի ասած լինեի։ Հնարավոր է ասել եմ։ Սպասում եւ չկան եւ վիճում եք իրենց հետ։ Հանդիպում այդ օրը շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Ինչ որ բան է ձեզ տխրեցնում, նաեւ գուցե մասնագետից հետո է դա տեղի ունենում, չգիտեմ։ Եվ ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, աշխատանքի մասին խոսեք, քննարկեք, նաև պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել, այդ մասնագետը կարող է պետական հիմնարկությունում է աշխատում, նաև հարցազրույց դա կարող է լինել, որ կարող եք այցելել, գնալ։ Եթե պատվերներով եք աշխատում, դա կարող է նաև նշանակել, որ հաճախորդներ կարող եք ունենալ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 3-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը գումար կամ կստանաք, կամ նաև կծախսեք, կվճարեք, գումարի մասին կարող եք խոսել։ Նաև ոմանք այցելեն բժշկի կամ հիվանդանոց կամ նման այլ տեղ, կարող եք կոսմետոլոգի մոտ եք այցելում։ Նաև ինչ որ տխրում եք, որտեղ ինչ որ մի բան կանգնած է, ինչ որ մի բան կամ ինչ որ մեկն է կանգնած, տեղից իրար չի գալիս կամ ոչինչ չի անում կամ ինչ որ բան է դանդաղում, դրա համար կարող է մի փոքր նեղված եք, կամ նեղվում եք այդ փաստից։ Եվ հետո կարող եք նաև վիճել ձեր ընտանիքի անդամների հետ, ովքեր ունեն երկրորդ կես, կարող է վեճը նաև գնում է դեպի երկրորդ կես, դրա համար եւս այստեղ ուշադրություն է պետք անպայման։ Ինչ որ մի բան է ձեզ մոտ ուշանալու, մոտավորապես 2 ամիս եւ կարող է մի փոքր էլ նաև ավել դեպի ուշանա։ Եվ երեկոյան տատանվեք։ Ինչ որ մի բանի վերաբերյալ տատանվում եք։ Այստեղ ավելի շատ անել թե չանել, ոչ թե ընտրության արժև է, ոչ թե ծանրու թեթև եք անում, ինչ որ մի հարց քննարկում եք, չէ։ Սա տատանվում եք, անել չանել, գնալ չգնալ, հա, այսպես ինչ որ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։